Սննդամթերքի գնաճը Հայաստանում գերազանցում է ընդհանուր գնաճին։ 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գները Հայաստանում աճել են միջինը 8.6%-ով, իսկ առաջին 6 ամիսների գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7.5%։ Միաժամանակ բոլոր ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր գնաճը կազմել է 5.1%։ Այլ կերպ, վերջին 1 տարվա ընթացքում գնաճն արագացել է։ Բայց վերադառնանք սննդամթերքի խնդրին։ Սա այն շուկան է, որի գնային վայրիվերումներն ու արձանագրվող գնաճը միանգամից իրենց գրպանի վրա զգում են բոլորը, հատկապես հասարակության ամենախոցելի խմբերը։ Իրանի պատերազմը, որ մի քիչ սահմանները փակվեց, ընթացքում մի քիչ դժվարություններ առաջացան, մեր տեղական արտադրողներն էլ բարձրացրեցին գները, հետևաբար հետվերադարձ չեղավ նախկին գների։ Կատնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են 12.5%-ով։ Սա էական գնաճ է եւ փորձագետների կարծիքով ուղղակիորեն կապված է Իրանից արտահանումների դժվարացման եւ լոգիստիկ խնդիրների հետ, քանի որ տեղական կատնամթերք արտադրողները հաճախ օգտագործում են հենց իրանական հումքը։ Մսի շուկայում եւս 12.5% գնաճ է գրանցվել, եւ սա արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։ Միսը Հայաստանում շարունակաբար թանկանում է։ Քանի որ խոզի սառեցված միսը ներկրվում է մեծ ծավալներով, սա մեղմում է տեղական խոզի մսի սակագինը։ Տավարի մսի հետ կապված ներկրումները բավականին քիչ են, այդպես սառեցված մսի, դրա համար իր գնաճը ակնհայտ է լինում։ Կազմակերպությունները, ովքեր որ մսի սպառում են իրականացում, դրանք կլինեն հանրային սննդի օբյեկտներ, ռեստորանները, արագ սննդի կետերը, ֆուդկորտները եւ այլն, նրանք էլ են գնալու անպայման ու գնացած է սառեցված մսի կետը։ Ամենապարադոքսալն այն է, որ սննդամթերքի ընդգրկուն ցանկում ամենամեծ թանկացումն արձանագրվել է մրգերի դեպքում՝ 16.8%։ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներկրումների խիստ, եթե չասենք տոտալ սահմանափակումների հանգամանքը հանրության շրջանում գնանկման հետ կապված որոշակի սպասելիքներ առաջացրեց։ Այն պարզ տրամաբանությամբ, որ եթե գյուղմթերքը չի արտահանվում, հետևաբար պետք է ԵԺՆ։ Իրականում գնաճը վերաբերում է նախորդ ամիսներին, երբ նորից Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին դադարեցին ներկրվել մրգերի եւ բանջարեղենի որոշ տեսակներ։ Մարտ, ապրիլ, մայիսին, երբ որ Իրանը պատերազմի դրության հետ կապված սահմանը փակեց, մենակ բուլղարական պղպեղի գինը 1100-ից թռավ 2000 դրամ։ Իրանք պետք է թիրախավորեն այնպիսի սակագին, որպեսզի կարողանան վարկային այդ պարտավորությունների մարումները, պարտանյութերի, ջրի սակագին եւ այլն դրանք կարողանան վճարել։ Հիմա շրջանառվում են լուրեր, որ Հայաստանից արտահանումներ են սկսել դեպի արաբական երկրներ եւ Եվրամիության անդամ պետություններ, սակայն խոսքը սահմանափակ ծավալների մասին է։ Այդ դեպքում ո՞ր ուղղությամբ է արտահանվում հայկական գյուղմթերքը։ Ինչպես էր ժամանակին թուրքական արտադրանքը վրացական կազմակերպության միջոցով ներկրվում Հայաստան, հիմա այդ նույն հետադարձ շղթայով հետա վերադառնում։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանի միջոցով է արտահանվում Ռուսաստան։ Այսինքն վաճառողների պահանջարկը չի նվազել։ Մի քանի միջնորդ են ավելացել դեմս ադրբեջանի կամ վրացական կողմի, մի քանի մարդ ավել փող աշխատում, իհարկե դրսում ոչ թե մեր հայրենակիցներից, եւ փաստորեն դուրս է գալիս հայկական արտադրանքը ներկայացնում են օտարազգիները դրսում։ Այս պայդրությամբ միջելա լոլիկի, ծաղիկի եւ եկել պղպեղի։ Դերցի մթերման շրջանը չի, դերցան, նեկտարինա, սալորը, դրա մթերման շրջանները հենց հասի դրանց գինել է իշնելու։ Մասնագետները այս տարի էական գնանկում են սպասում խաղողի շուկայում։ Այս շուկան եւս հավանդաբար աշխատել է դեպի Ռուսաստան արտահանումներից ստացած շահույթների հաշվին։ Հիմա սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է սպառվելու տեղական բերքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։